ասում են Ալի Խամենեիի սպանությունը տևական ժամանակ է նախապատրաստվել, ընդ որում գործել է բավականին հստակ գործակալական ցանց։ Հաստատվում են այդ տեղեկությունները։ Այն որ բավական երկար ժամանակ նախապատրաստվել այս ծրագիրը, այո, այսօր տեղեկություններ կային, որ նույնիսկ Թեհրանի փողոցների բոլոր տեսախցիկները եղել են իսրայելյան ու ամերիկյան հատուկ ծառայությունների հսկողության տակ։ Այսինքն իմացել են, թե կոնկրետ կորտեժը Հոմեյնիի որ ուղղությամբ է գնացել, հետո անջատել են հեռախոսային բջջային կապն են անջատել, այսինքն անջատել են Հոմեյնիի թիկնապահների նրա անվտանգության ծառայության այդ ուժերի կապը անջատել են Հոմեյնիի հետ եւ վերջին պահին նրա ճակատագրական սխալ այն է եղել, որ նրանք նախատեսել են ինչ-որ մի վայրում, X վայրում հանդիպում իրականացնել իրենց կառավարական, եւ իր ընտանիքի անդամների հետ հանդիպումը միասին բոլորով միասին են եղել եւ վերջին պահին Հոմեյնիին միտքը փոխել ինչ-որ ուրիշ տարածք է որոշել գնալ, իր նստավայր է գնացել։ Եվ իհարկե այնքան հզոր լրտեսական ցանց կա Իրանում, որոնք աշխատում են Իսրայելի եւ նաեւ ինչու՞ չէ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որ անմիջապես տեղը իհարկե ասել են, տվել են կոորդինատները եւ այստեղ արդեն աշխատել է օդուժը 30-ից ավելի։ Ասում են անգամ իրանցի գեներալ է համագործակցել Մոսադի հետ։ Այո, իրանցիները դուք չեք պատկերացնում ինչպեսի համագործակցություն ունեն, մեծ հաճույքով համագործակցում են եւ դրսում ասենք իրանցիները եւ Իսրայելում նաեւ այնպիսի մեծ ուրեմն աղմուկ է, որ հրեա ժողովուրդը Իրանի ժողովրդի հետ է, սա է հիմնական նարատիվը այսօր Իսրայելում, որ Իսրայելը չի կռվում պարսիկ ժողովրդի դեմ, պարսիկներն ու հրեաները հազարավոր տարիներ բարեկամ ժողովուրդ են։ Իսկն խնդիրը թշնամություն սերմանելը չէ, Իսրայելում թշնամություն Իրանի ժողովրդի նկատմամբ չեն սերմանում։ Ասում են, որ մեր ժողովուրդն է, մեր բարեկամ ժողովուրդն է, մինչև շահը Իսրայելը եղել է Իրանի շատ հզոր դաշնակիցներից մեկը, թե տեխնոլոգիական, թե ռազմական համագործակցության առումով։ Եվ այս այաթոլլաների ռեժիմը 79 թվականի հեղափոխության հաղթանակից հետո արդեն ամեն ինչ փոխեց, այսինքն բերեց տարածաշրջան շիական հեղափոխության գաղափարախոսությունը, որ ուժով ու զենքով պարտադրում էին արաբական մյուս պետություններին։ Հիմա այստեղ շատ հետաքրքիր հարց է նաև Հեզբոլլահի հարցը։ Չգիտեմ, դուք հետաքրքրեցես, թե ինչ է Լիբանանում տեղի ունենում։ Փաստորեն նախագահ Այունը Ջոզեֆ Այունը այսօր ասաց, որ որոշում է կայացվել կառավարական մակարդակով, որ պետք է այլևս թույլ չտան Հեզբոլլահին գործունեություն ծավալել, ասենք, ռազմական Լիբանանի տարածքում, հենց Իսրայելի այդ հարձակումներից հետո Իսրայելը օրեր շարունակ նախքան պատերազմը սկսվելը գրեթե մեկ շաբաթ նախքան պատերազմը անընդհատ ռմբահարում էր Լիտանի գետից ավելի հյուսիս ընկած Հեզբոլլահի հենակետները եւ տեսնում էր ակտիվություն, որ Հեզբոլլահը կարծես թե ակտիվացել է տարածաշրջանում, սկսել է նույնիսկ ամրացնել իր հենակետերը Լիտանի գետից հյուսիս ընկած տարածաշրջանում, որը Լիբանանի հարավն է, եւ սրա հետ կապված Իսրայելը մեսիջներ հստակ ուղարկել Լիբանանի կառավարությանը, որ եթե դուք հանգարց փորձեք որևէ ռազմական գործողություններ իրականացնել կամ հնարավոր պատերազմի ժամանակ պատերազմ հայտարարեք Իսրայելին, ապա շատ թանկ գին կվճարեք։ Չուզենալով, որքանով որ մենք հասկանում ենք ու լսել ենք տարբեր աղբյուրներ, Լիբանանը համենայն դեպս Լիբանանի Հեզբոլլահ խմբավորումը, որը համարվում է հաբեկչական արևմտյան աշխարհում, մտավ պատերազմի մեջ եւ սկսեց գիշերը ժամը 1-ից հետո հրթիռահարել Իսրայելի տարածքը։ Իսրայելն հիմա ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում։ Այո, հիմա ցամաքային գործողություն են սկսել Լիբանանը, Բեյրութը ցավոք սրտի շատ ուժգին հրթիռահարվում է ու ռմբահարվում է այս պահին իսրայելյան ավիացիայի կողմից ու պատկերացրեք, որ Լիբանանն էլ հնարավորություն չունի իրեն պաշտպանելու, հակաօդային պաշտպանություն չունի ընդհանրապես եւ Այունի այս որոշումը շատ ուշացած էր ցավոք սրտի եւ նաեւ զարմանալին այն է, որ լիբանանյան ուժերում ծառայող զինվորները ցերեկ աշխատում են լիբանանյան բանակի համար, իսկ ծառայում են Լիբանանի համար երեկոյան, ասենք Հեզբոլլահի համար են ծառայում, $200 մի տեղից են ստանում, $300 մյուս տեղից են ստանում, ասենք ինչպես է այդ զինվորը, որը եւ Լիբանանի զինվոր է եւ Հեզբոլլահի մարտիկ է, ինչպես է ինքն իրեն ոչնչացնելու կամ ինչպես է ինքն իր դեմ
փաստորեն պայքարելու։ Սա էլ է հարցը, ուղղակի զավեշտալի նման թեմաներ շատ կան, ինչպես է այունի կառավարությունը սա լուծելու։ Մի տեղեկություն էլ այսօր հայտնի դարձավ, որ Իսրայելում թուրք լրագրողներ են ձերբակալվել հետախուզական տվյալներ հավաքելու կասկածանքով։ Ճիշտ է տեղեկությունը։ Այո, ճիշտ է, եւ ցավոք սրտի թուրքերը վերջին ժամանակներս բավականին ակտիվացել են, որոշակի արաբների են վարձում, ոչ միայն իրենք են գալիս, այլ նաև ասենք արաբների շրջանում, ովքեր որ ասենք համագործակցել են կամ որպես լրագրողներ են Իսրայելում աշխատել, կամ որպես ասենք օպերատորներ են, տեսախցիկներ ունեն, սրանց լավ աշխատանք են վերցնում, նաև հյուրանոցներում համարներ են վերցնում, ասենք Թել Ավիվում կամ մի շրջաններում բարձրահարկ հյուրանոցներում, ասում են մենք լրագրողներ ենք, եկել ենք պատերազմը լուսաբանելու եւ պատահաբար հայտնաբերում ես այս օպերատորներին Իսրայելի կտուր նրանք չեն բարձրանում, ուղղակի տեսախցիկը հրթիռահարումների ժամանակ, երբ որ ասենք հրթիռներ են ընկնում, բարձրանում են, միացնում են տեսախցիկն ու իջնում են ներքև։ Իսկ տեսախցիկը ամբողջությամբ մեծ պանորամայով այսպես նկարահանում է, թե ինչ է Թել Ավիվի երկնքում տեղ ունենում այդ աստղային պատերազմները, այդ պայթյունները, եւ սրանք վաճառում են արդեն թուրքական հեռուստատեսություններին եւ այդ թուրքերին էլ բռնել էին, շատ լավ են արել իմիջայլոց, ինչքան էլ ուզում են այնտեղ թուրքերն իրենց կոտորեն կառավարությունը, թուրքական Էրդողանի ռեժիմը, համենայն դեպս նրանք կանգնել էին Նեթանյահուի Թել Ավիվի ուրեմն նստավայրի մոտ, մեծ այսպես ազատ իրենց բավական ազատ զգալով հաղորդումներ են պատրաստում, տեսանկարահանում են, իսկ վարչապետի նստավայրը ասենք համարվում է ստրատեգիական պաշտպանության համար մեկ վայրերից մեկը Իսրայելում, ասենք ատոմակայանից հետո եւ մնացած վայրերից հետո, պատկերացեք սրանց համարձակությունն ու այսպես Եվ վերջինը, քանի կապը չի ընդհատվել, ինչպես է իրականացվում հայերի տարհանումը։ Հայերի տարհանում չկա, երկիրը Իսրայելում փակ է, որ ցանկություն էլ հայտնենք Հիմա Մասկատ Երևան գիծն է դժվար եմ։ Ինչպես Մասկատ Երևան գիծն են թողարկել։ Հա, բայց դա Իսրայելը ինչ կապ ունի, մենք ոնց ես նկատի ունեմ, որ հայերը կփորձեն Օմանի ճանապարհով տեղափոխվել Հայաստան, եթե այդ հնարավորություն ստեղծվի։ Ոչ, մենք այդ հնարավորությունից չենք կարող օգտվել, մենք ունենք այլ ճանապարհներ, մեր մոտ դա բան է բաց, այսինքն կարող ենք եւ Հորդանանի եւ Եգիպտոսի միջոցով գնալ, Հորդանանին ճիշտ է իրանցիները, պարսիկները պատերազմ հայտարարել են, բայց Եգիպտոսին չէ, այսինքն գնալով հարավային Էյլատ քաղաք կարելի է այնտեղից, այսինքն հիմա շատ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ կան, ես էլ դրանց հեռախոսահամարներն էլ ունեմ, եթե մարդիկ ցանկություն են, կարող են նաեւ մեզ դիմել, կարող ենք ասենք տուր կամպանիաներ կան զբոսաշրջության զբաղվող, որոնք ասենք փոքրիկ մինի վեններ են տրամադրում, կարող ես մեկնել Եգիպտոս, այսինքն մինչև Եգիպտոսի սահման, հարավային Իսրայել, Էլլատի մոտ, այնտեղից անցնել եգիպտական սահման եւ Եգիպտոսում արդեն ավիաչվերթներ կան, նաեւ այլ տարբերակ էլ կա, կարող են մարդիկ ասենք փոքրիկ նավակներով հասնել Կիպրոս, Կիպրոսից արդեն Հունաստան, Հունաստանից արդեն տեղափոխվել Հայաստան։ Սա խնդիր չէ, բայց ի տարբերություն ասենք շատ պետությունների ոչ հայերը, ոչ էլ ասենք Իսրայելի մյուս բնակիչները Իսրայելից այսպես սարսափահար փախչելու երբևէ նման մտադրություններ չեն ունեցել, միայն առաջին անգամ երբ որ եղավ 23 թվականի հոկտեմբերյան պատերազմը, երբ ուղղակի օդը բաց էր դեռ եւ պատերազմը Իրանի հետ չէր, այսինքն խոսքը 600 կիլոգրամանոց բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասին չէր, երբ որ ամեն մի մարտագլխիկ ընկնում էր եւ օդը բաց էր եւ հնարավորություն կար մեր ժողովրդին տարհանել, այն ժամանակ մենք դիմեցինք Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ տրամադրեց, մենք մեր երեխաներին, մեր կանանց էվակուացրեցինք Երևան։ Եվ մեր հաշվով էլ հետո տոմսեր առանք, երեխեքին հետ բերեցինք, ուղղակի միակողմանի անվճար ինքնաթիռ տրամադրեց մեր կառավարությունը։ Այս պարագայում որևէ մի ինքնաթիռ չկա,
խոսակցություններ կան, որ հնարավոր է Էլալը կամ Իսրայելը կամ Արկիա ավիա փոխադրողները հրեական նրանք սկսեն դրսում մնացած հրեաներին, ովքեր որ Իսրայելի քաղաքացիներ են, քանի որ նրանց վրա դրսում Իրանի հետախուզության հարցակումներն են հնարավոր, այսինքն ահաբեկչական գործողությունները, մարտահրավերները հրեաների դրսում, որտեղ որ հիմնականում կուտակված են հրեաները եւ ցանկություն ունեն Իսրայել հետ գալու, հնարավոր է ուղարկեն ինքնաթիռները, որ մարդկանց ուղակի ներկրեն երկիր։ Իսրայելում հակառակը տեղի չունենում, ընդհակառակը, երբ որ ասենք մոբիլիզացիայի հայտարարվում պատերազմ է, ընդհակառակը բոլոր հրեաները, ովքեր որ դրսում են, գալիս են մոբի ուժերին ներգրավվելու համար։